ես թեկնածու եմ գալի քննտրությանը, որը տեղի ունենալու հունիսի 2-ին, իսկ մայիսի 2-ից հետո բալետը կգա։ Այսօր մի քանի հոգի զանգեն են, որ իրենք բնակվում են ուրիշ տարածքներում, ցանկություն ունեն, ինձ հարցնում են, ինչպես անենք, որ մենք մասնակցենք ու ցանկություն ենք քեզ քվեարկելու։ Ես ուզում եմ հիշեցնել, շնորհակալություն, որ այդպես հետաքրքրությամբ հետևում եք եւ ցանկություն եք ինձ օգնելու։ Ես չափազանց շնորհակալ եմ եւ ազդված եմ դրա համար, իսկ եթե դուք այդ ցանկությունը ունեք, զանգահարեք ձեր ազգականներին, բարեկամներին, գլենդելին, իրենց հիշեցրեք գլենդելու ընտրությունը տեղի ունենալու եւ անպայման նախ գրանցվեն, եթե մինչև հիմա գրանցված չեն, կան գրանցվեն այստեղ մեզ մոտ, կամ դուք մտեք սայթի միջոցով, այսպես ինտերնետի միջոցով դուք ձեզ գրանցեք։ Եթե չէ, եկեք այստեղ մենք ձեզ օգնենք։ Քիչ առաջ մի քանի օր առաջ ասացի, մի անձնավորություն եկել էր, ասում է 38 տարի է գլենդելում ապրում, մինչև ընտրության չեմ մասնակցել։ Այս անգամ որոշեցի, որ անպայման կամ քեզ օգտակար լինեմ։ Շնորհակալություն, բայց 38 տարի երկար տարիներ է, եթե դուք գրանցված չեք, որովհետև խնդրեմ կա մեր գրանցման մեջ։ 100,000 մարդ է ապրում գլենդելու, որը բնակչություն 202,000 է գլենդելի։ Այդ 100,000-ից մի 20,000 հոգի դեռ մի վիճակ չունեն, որ դեռ քաղաքացի չեն, որ ընտրության կարողանան մասնակցել։ 80,000-ի չափ գրանց, այսինքն citizen գոյություն ունի, քաղաքացի, ամերիկացի հայ գոյություն ունի, 40,000-ը մոտարապես գրանցված են, 40,000-ը գրանցված չեն։ Այդ 40,000-ից ինչ որ գրանցված են, 14-15,000 ընտրության են մասնակցում։ Ես ուզում եմ, որ բոլոր այդ մարդիկ, որ գրանցված չեն, կան գրանցված։ Եթե դուք գրանցված եք, բալետ եք ստանում, մի թափեք աղբը, քվեարկեք, շատ կարևոր է, 3 ոչ հայեր այս ընտրության մասնակցում են, 9 հայեր մասնակցում։ Ուրեմն մեր քվեն այսպես ցրիվ է գալու այդ 9-ի մեջ, ոչ հայերը 3 հոգի են, ուրեմն ոչ ոք կարող է վախտը չունենա։ Այդ պատճառով էր ինձ ասացին, որ այս տարվա ընտրությանը մասնակցեմ, որովհետև ինձ ճանաչում են մեծամասնություն եւ երևի իմ բախտը ավել շատ է ընտրվելու, քան թե որևէ հայ այս տարածքում։ Դրա համար պետք է կենտրոնանալ մի քանի հոգու վրա, թե չէ ամեն մեկը տարբեր մարդու քվե կտակ, ոչ ոք չի ընտրվի։ Եթե ցանկություն եք այստեղ 11-10 Սոնորա փողոցի վրա ենք, սուիտ 207։ Իսկ մեր հեռախոսը շատ հեշտ է, 818-ով 244, մնացածը բոլորը 9, ուրեմն 818-249-9999 հեռախոսը համարն է, զանգարեք 12-ից մինչև կեսօրից հետո ժամը 5-ը առայժմ հետո ժամերը կավելանա։ Ես հիմա ուզում եմ խոսել նաև նախագահ Թրամփ այսօր մի ուրիշ հարցել, մենք հիմա ունենք մեր սայնը, այդ թաբլոն, որ հիմա եթե ցուցադրեին, որ կարող եք տեղադրել ձեր բնակարանի առաջ։ Ուրեմն եթե դուք ցանկություն եք եւ ուզում եք օգնել մեկ ուրիշ տեսակը օգնելու, սայնն է, որ տեղադրեք ձեր դռան առաջ։ Եթե կարող եք գալ այստեղ վերցնել այդ թաբլոն, սայնը վերցնել, կամ որ ավել հեշտ կլինի, եթե դուք գաք վերցնեք ձեր դռան առաջը տեղադրեք, կամ զանգահարեք մեկին, մենք կասենք, որ բերեն ձեր դռան առաջը տեղադրեն այդ սայնը։ Նախագահ Թրամփը այսօր ժամը 6-ին ելույթ ունեցավ, իր ելույթում տարբեր հարցերի մասին է խոսել նախագահը այսօր, այդ հարցերից կարևորը Իրանի պատերազմն է, որ ասում է նախագահը ասում էր, այսինքն, որ մենք հաղթել ենք, Իրանը լրիվ իրեն բոլոր օդանավները կորցրել են, ռազմանավերը բոլորը կորցրել են եւ այնտեղ որ ուրանիումի պահեստները որ պահեն են, ուրանիումա
հարստացրած 60%-ի չափ բոլորը վերացրել ենք։ Այս երրորդ անգամն է, որ նախագահը ասում է, որ մենք ուրանիում որտեղ որ Իրան ուներ վերացրել ենք։ Եթե անցյալ տարի հունիսին ասել էր, հոկտեմբերին ասել եւ հիմա ասում է բոլորը վերացրել ենք։ Եվ մենք 2-ից 3 շաբաթ այդ տեղից կհեռանանք։ Սա մեր պատերազմը չի, նախագահը ասում էր, այլ նրանք, որ այդ Հորմուզ նեղուցը, որ հիմա փակ է, նավերը չեն կարողանում անցնեն, մեր հարցը չի, Եվրամիության հարցն է, մեզ չօգնեցին, ուրեմն թողեք իրենք կան, այս ուրիշ երկրները իրենց հարցերը լուծեն, այդտեղ վիճակ ստեղծեն, որ նավթ այդտեղից ստանեն։ Ասում էր մենք ամենախոշոր նավթ արտադրող երկիրն ենք, կարիքը չունենք նավթի, ուրեմն մեր համար տարբերություն չունի, այսինքն Ամերիկայի համար տարբերություն չունի, ասում էր նախագահը, հետո մենք Վենեսուելայի պահեստը, նավթի պահեստը հիմա մեզ են հատկացնում, գիտեք նախագահը Մադուրո ղեկավարին ձերբակալեց, նախագահին ձերբակալեց այս Վենեսուելայի, որ աշխարհի ամենամեծ նավթի պաշարը ունի եւ ահա այսպես ինքը այդ նավթի իրենց այդ երկրին իրեն համարում այդ նավթի տերն է համարում, ասում էր դրա համար մենք նավթի խնդրեմ չունենք, թող Եվրոպան, Ամերիկա, այսինքն ուրիշ երկրները, ասիական երկրները իրենք մտածեն այդ մասին։ Իհարկե Ամերիկայի այս երկրներ մանավանդ Իսրայելը, Սաուդի Արաբիան եւ Քուվեյթը եւ Բահրեյնը, որ սրանց վրա Իրանը հարձակում է արել, իհարկե Իսրայելը պատճառ եղավ, որ այս պատերազմը խրախուսեց Թրամփին եւ Թրամփը հետևեց եւ այս պատերազմը սկսվեց, նախարարցակ եղան այս երկու երկրները Իրանի վրա, հիմա նրանք պահանջում են, որ Թրամփը ավարտի չբերի պատերազմը, տեր այնքան հարձակվեն, այնքան ռմբակոծեն, որ ռեժիմի փոփոխություն լինի։ Իսկ ինքը նախագահը ասում է մենք ռեժիմը 2 անգամ փոխել ենք Իրանի։ Հիմիկվա մարդիկ տարբեր են, քան թե նախկին անձնավորություն։ Ռեժիմին մենք 41 հոգու գնացել ենք, ռմբակոծել ենք, սպանել ենք բոլորին։ Ուրեմն դա նոր ռեժիմ էր, որ փոխարիներ է նախկինի ռեժիմին եւ հետո երկրորդ ռեժիմն է, որ փոխարիներ է, մենք հիմա լավ իրենց հետ հարաբերության մեջ ենք, բանակցում ենք, որպեսզի այս պատերազմը ավարտի բերենք, իրենք 15 նախ ամերիկան առաջարկություն է արել Իրանին, որ այդ մասին է բանակցում են, բայց ինքը Իրանը հիմա քիչ հետո ցույց տամ ինչ է ասում այս մասին, այդ ինչ որ Ամերիկան Իրանի հետ բանակցության մեջ է։ Հիմա անցնենք առաջ եւ այնտեղից ես բացատրեմ, ուրեմն տեսնում եք այսօրվա ելույթն է, որ մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ նախագահը Սպիտակ տան միջից այս ելույթ ունեցավ։ Ասում է 12000 հարձակում են կատարել։ Բենզինը գիտեք այս բերումով շատ թանկացել է, հիմա մեզ մոտ $5.89 ամենաէժաններից է $5.89, որոշ տեղերում մինչև $8-ից ավել է։ Ամերիկայի միջինը $4 մի քանի սենտ է, 1 սենտ, 2 սենտ է միջին Ամերիկան, որտեղ Կալիֆոռնիան ամեն տեղից ավել թանկ է բենզինը։ Ասացի 12000 հարձակում է Ամերիկան կատարել 13 ամերիկացիներ միջ հիմա մահացել են, 350 ամերիկացիներ վիրավորվել են այս պատերազմի հետևանքով եւ Հորմուզ նեղուցը դեռ մնում է իհարկե փակ։ Ես ասում եմ այնտեղ, որ Եվրամիության երկրներ, ուրիշ երկրներ, որ խնդրեմ հիմա ունեն այդ փակման հետևանքով չեկան մեզ օգնելու։ Հիմա թողեք իրենք հոգ տանեն, ինչ որ կանեն եւ մենք մինչեւ 2-3 շաբաթ գալիք շաբաթներում խիստ հարվածելու ենք եւ հեռանալու ենք այդ տարածքից։ Ռեժիմի փոխություն, ասում են ռեժիմ change happened, այսինքն ռեժիմը փոխված է։
Բայց մեր նպատակը չէ եղել պատերազմը ռեժիմի փոփոխություն, քանի որ Իսրայել եւ Ամերիկան բոլոր ասում են այդպես է։ Սրանք մահացուներին եք տեսնում 13 ամերիկացիներ, որ սպանվել են այս պատերազմի տարբեր առիթներով, այստեղ տեսնում եք իրենց stock market-ը, որ նախագահ ասում է, որ պատերազմ պիտի դադարեցնեն, խիստ կորուստ ուներ, բայց այս 3 եւ այսօր այսպես բարձրացում է արձանագրել, այսինքն փայատերություն ավել բարձրացել է, տեսնում եք Dow Jones, S&P 500, Nasdaq-ը բոլոր այդ տարիներն են։ Եվ ասում եմ, որ եթե այս վերջին օրերից համաձայնության չգանք, բոլոր իրենց նավթահանքերը, բոլոր իրեն որտեղ որ այսինքն էլեկտրական կայաններ կա, բոլորը հողի հետ հավասարում է, ամեն ինչը ռմբակոծելու ենք, եթե շուտով մեր հետ համաձայնության չկան, որովհետև մենք ուզում ենք հեռանալ, եւ ռադարի, իրենց Իրանի ռադարի կենտրոնները հարձակվել են B-52 խոշոր տեսակի օդանավներով ռմբակոծել են, այստեղ տեսնում եք եւ ասում է, որ օրենքին հետևեք, իհարկե, այստեղ տեսնում եք ազգերի կազմակերպություններ, ամերիկացիներ ցամաքային զորքեր նաեւ պատրաստ են, եթե նախագահ հրաման տա, որ մտնեն երկիր, այսպես տեսնում եք 67%-ով մարդիկ մտածում են, որ Թրամփը այս պատերազմը ինչ որ սկսել է, որևէ ծրագիր չունի, 67%-ով այս երկրի հանրությունը այդպես է մտածում, դրա համար է, որ նախագահ հիմա մտածում է, որ թողնի այս պատերազմը, որովհետև մի քանի ամիս հետո ընտրությունները հունիսին տեղի ունենում եւ նոյեմբերին ներկայացնի տան անդամներ պիտի ընտրվեն, 1/3 սենեթի անդամներ պիտի ընտրվեն եւ ռիփաբլիկան կուսակցության ներկայացնի տան անդամներ սենեթերները նախագահին ճնշումներ են բանացնում, որ ավարտի բերի այս պատերազմը, թե չէ իրենք հիմա թե մեծամասնություն են ներկայացնի տան մեջ, այսինքն ռիփաբլիկանները, թե սենեթի մեջ կկորցնեն այդ մեծամասնությունը, դրա համար մտահոգ են։ Իսկ երկրում 61%-ով մարդիկ ընդհանուր դեմ են այս պատերազմին, ասացի 67% մտածում են ծրագիր չունեն, հայտնի չի ինչ են անում, Ամերիկան ռմբակոծում է, բայց ծրագիր չկա այդտեղ, 61% ընդհանուր դեմ է այս պատերազմին եւ 34%-ով համաձայն են պատերազմին, մի 5%-ի չափ պատկերացրեք, մարդիկ կարծիք չունեն, ոչ կողմ են պատերազմին, ոչ դեմ են 5%-ով, բայց ասացի 61%-ով դեմ են այս պատերազմին։ Ինքը նախագահը իհարկե ասում է, պատերազմը շատ հաջող շարունակվում է եւ ինչ որ ասացի, իր ասածն եմ կրկնում, ասում է 2-ից 3 շաբաթում մենք պիտի դադարեցնենք այս պատերազմը։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ դեպի լուսին սլացավ այս հրթիռը, որ պիտի ցուցադրեմ ձեզ 4 տիեզերագնացներ այնտեղ են գնում, իսկ ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյան փաստաբանն է հովանավորում, սա երախոսը համարն է իրենը, եթե դուք ակսիդենտ եք ունեցել, դուք մեղավոր չեք, ուրիշ ձեզ վնաս հասցրել, ձեր մեքենայի ծախսը պիտի ձեզ վճարեն, կամ մեքենան թոթալ եղել լրիվ մեքենան պիտի փոխեք, պիտի վճարեն, իսկ եթե դուք մարմնային վնաս եք ստացել դու կամ մեքենայի մեջ դու ով որ ձեզ հետ է եղել վնասներ եք ստացել, ունեցել, ուրեմն զանգահարեք, որ ճիշտ հատուցումը ձեզ տան, ուրեմն ակսիդենտ է կարել, անպայման պիտի damage ձեզ տան, զանգահարեք այս հեռախոսահամարին։ Բրանդ փողոցի վրա է գտնվում գրասենյակը 611 North Brand։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Central Avenue Pharmacy երկու կենտրոնն են, Կալիֆոռնիա փողոց Գլենդելում, իսկ իրենց նոր կենտրոնը Sunland քաղաքում բացված է։ Sunland քաղաքում բացված է նոր Central Avenue Pharmacy է բացվել այնտեղ եւ
Դոկտորը իհարկե 35 տարի է որպես տեղակուրս աշխատում է, նախկինում եղել է համալսարանի պրոֆեսոր, եղել դասավանդումներ է կատարել Medical School-ում, տեղերի մասին իրենց սովորեցրել է։ Ամենայն դեպս հիմա Sunland-ում է, կարող եք որևէ հարցեր ունեք տեղերի մասին խորհրդակցեք։ Զանգահարեք ձեր տեղերը բերեն ձեր տանը կամ դուք այցելեք շնորհավորելու այս նոր տեղատան բացման համար Sunland քաղաքում Թահանգայի հարևանության։ Երևան Post-ն հովանավորում ծրագիրը, Երևան Post-ը ձեզ առաջարկում է ծանրոց ունեք Հայաստան ղրկելու օդանավով $1.99 է, որևէ տեղ $2.99, անգամ իրենց խանութի մեջ $2.99 է, ծանրոցը օդանավով $2.99 է, իմ անուն տակ Վրեժ կամ Վրեժ Աղաջանյանի անուն տակ $1.99 pound-ը կարող է կրկել, իսկ դուք նաև նավով եւ մեկ ծանրոց եթե կնեք $40 օրինակի համար, իմ անունս տակ 2 ծանրոց առավել ձեզ կտան, ուրեմն մեկ ծանրոց գնում եք, 2 ծանրոց անվճար ձեզ տալիս են, ուրեմն $120 ծանրոցը կամ ինչ որ պիտի ղրկեք, կարող եք ղրկել ընդամենը $40 վճարելով։ Նաև մեքենա կարող եք ուղարկել, իմ անուն եթե տակ $700 մոտարապես զեղչ կունենաք, կդառնա $1699 մեքենան Հայաստան կարող եք ղրկել, իսկ 700 իջեցրածը գինը SUV կարող եք ուղարկել $1790 Granada Hills-ում է գտնվում Երևան Shipping, այստեղ տեսնում եք ասեն Granada Hills-ում, սա հեռախոսը համարն է, ձեզ մոտ նշանակեք եւ գումար եթե փոխանցեք 1% եք վճարում։ Court Furniture հովանավորում է ծրագիրը, Court Furniture ամենախոշոր ֆուրնիչեր խանութներից մեկն է, 100-ից ավել խանութ ունի Ամերիկայում, Glendale-ում 339 նոր Central-ի մրթելի հատման կետում է, Orange County-ում խանութներ ունեն, Santa Ana-ում, New York-ում, San Francisco, Miami-ում, Texas-ում, ամենտեղ խանութներ ունի եւ այնտեղ նոր մատրես կարող եք գնել, գրասեղան, սեղան աթոռներ գտեք Court Furniture-ում։ Շահին Թուրն է հովանավորում ծրագիրը, Շահին Թուրը դեպի Ժապոնիա 10 օր ընդամենը $3690 են առաջարկում, այսպես ցածր գնով տոմսակ չեք կարող գնել, ամեն ինչ ներառված է նավի այսինքն օդանավի տոմսակը, ուտելիք եւ այնտեղ որ 3 տարբեր քաղաքներ պիտի գնաք, բոլորը ներառված է այս գնի մեջ, զանգարեք ձեր տեղերը ապահովելու։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում ծրագիրը Ալի Գլենոքս փողոցի հատման կետում է գտնվում, որը արդյունք ատամների հետ այստեղ տեսնում եք հեռախոսը համարը զանգարեք, ժամադրություն վերջեք կվերադառնա։ Արտեմիս տիեզերանավն եք տեսնում, որ այսօր ժամը մոտարապես 3:30 դեպի լուսին առաջնորդվեց։ Սա ամենահզոր տիեզերանավն է, ինչ որ հրթիռն է, ինչ որ դեպի լուսին ուղղվել է։ Եվ ոչ թե վայրեքս չի կատարելու 2028 թվին նմանատիպ մի տիեզերանավ որ գնա վայրեջ է կատարելու լուսնի վրա 4 օդաչուները կամ տիեզերագնացները այն ժամանակ 2 հոգին կիջնեն, բայց հիմա միայն լուսնի շուրջը պտտալու են ու վերադառնալու են դեպի մեր մոլորակը։ Այս թռիչքը 10 օր տևելու է։ Ամենայն դեպս ամենահզոր ռակետն է, որ մինչև հիմա պատրաստվել է։ Հիմա այս ռակետի արագությունը 4500 մայլզ ժամական, դուք պատկերացրեք մեքենան արագ քշում եք 65 մայլզ արագությամբ է քշում, սա 75 անգամ մտածեք այդ 65-ով ինչ որ գնում եք, ավել արագ է այս գնում, իր կշիռը շատ ծանր է սա, որտեղ 248, այսինքն տարածքը շատ երկար է, 248,000
մայլ մինչև պիտի գնա, որ լուսնին հասնի, մոտարապես պատկերացրեք 400,000 կիլոմետրից ավել երկար ճանապարհ պիտի կտրի։ Եթե համեմատենք Նյու Յորքից, եթե դուք գնաք այսինքն Նյու Յորքից գնաք Վաշինգտոն կամ Լոս Անջելեսից գնաք Վաշինգտոն կամ Նյու Յորք եք գնում 3000 մայլից է այդ տարածքը։ Հիմա սա 248,000 մայլ է, պատկերացրեք մի 83 անգամ գնաք վերադառնաք, այդքան տարածք է մեր մոլորակի եւ լուսնի մեջ այդքան երկար տարածք է։ Հիմա միասին նայենք այդ ինչ որ տեղի ունեցավ այսօր, ասացի մասամբ 3:30 րոպե, սա 4 տիեզերա գնացներ այդտեղ էին, այս կինը մեկ այդ մեջներ, որ նախկինում փորձառություններ ունի, էլի եղել է այդպես, իրեն տեսնում եք առաջին անգամ չի, որ այս տիեզերա գնաց է, մի քանի անգամ այսպես նման աշխատանքների մասնակցել է, հին ժամանակ այստեղ տեսնում եք, որ հիմա Արտեմիս 2-ը այստեղ տեսնում եք նախկինում եղել են նաև ամենայն դեպս այստեղ տեսնում եք այս տիեզերանավը, ինչ որ ասացի շատ բարձր շենք պատկերացրեք, Empire State Building-ը, եթե գիտեք, որն է Նյու Յորքում, սա նրանից ավել մեծ է։ Ժողովուրդը, որ գնացել էին, երբ որ այս տիեզերանավը հեռանում էր երկրագնդից, նայեն, այսպես տեսնում եք, հավաքվել էին, վերջին րոպեներն էր, որ այդ ժամանակ հաշվարկումը տեղի էր ունենում, որ պետք է պոկվեր այստեղից ու սլանալ դեպի այնտեղ։ 700,000 գալոն բենզին ունի իր մեջ։ Մեքենան միջին 14-15-20-25 գալոն է տանում, ուրեմն եթե համեմատենք այդ վիճակին 35,000 պատկերացրեք գալոն ավել անգամ քան թե մեքենայի բենզինը, ուրեմն 700,000 գալոն բենզին կամ վառելանյութ հարկավոր էր, այստեղ տեսնում եք մեր ժամով, ասացի 3:30 էր, Նյու Յորքի ժամով 6:28, Kennedy Space Center, այնտեղ տեսնում եք, ամենայն դեպս թռիչքը տեղի ունեցել, մինչ հիմա դեռ սլանում է դեպի լուսին եւ աշխատանքը ասացի 10 օր տևելու է, ուսումնասիրելու են այս տիեզերագնացները մասամբ գիտնականներ նաեւ իրենք այդպես է եւ հաճախ նախքին օդաչու են լինում, որը այս Արտեմիս 2-րդ տեսնում եք այսօր բարձրացավ եւ այսպես հեռացավ մեր մոլորակից։ Տեսնում եք 4500 մայլ ժամական արագությամբ հեռանում է մեր տարածքից։ Օդաչուներին եք տեսնում, ամենավերջինը կանադացի է, մնացած 3 ամերիկացիներ են, այդ սև անձնավորությունը տիեզերան գնացը Կալիֆոռնիայից է, մնացած ուրիշ նահանգներից են այս Արտեմիսի, այսպես տեսնում եք այսօր ժողովրդի առջև տեսնում եք, հետո անցան դեպի տիեզերանավը եւ իհարկե
տևում է երկար ժամանակ է տևում, երբ որ նստում են տիեզերանավի մեջ, մինչև բարձրանան ժամանակ է խլում։ Նախքան հեռանալ, տեսնում եք հանրության հետ հանդիպում էին, հետո մեքենայով տանում են դեպի այդ տիեզերանավը եւ մտնում են տիեզերանավի մեջ եւ ինչպես որ տեսնում եք այստեղից հեռացան։ Հետո այդ մոտորը ինչ որ բարձրացել է վերադառնալու է, իրենք սլանալու են դեպի լուսին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ, պետք է birthright, այսպես էր որ ով է ծնվում է ամերիկացի, տեսնենք այսօր Գերագույն ատյանում ինչ էին խոսում այս մասին, ծրագիրը հովանավորում է Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի ապարտման կամ տուն եք վարձել, առանձնատուն եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե ձեր պահարանը բացում եք, միջատները կնում գալիս են, եթե մրջուն կա ձեր տանը, մուկ կա ձեր տանը, դա բնակելի չի, ձեզ պիտի հատուցում տան։ Դուք ոչինչ չեք վճարում փաստաբանին, մինչև հատուցումը ստանաք, հետո իրեն կվճարեք, ուրեմն նախապես դուք ոչինչ իրեն չեք վճարում, այդ հարցերով զանգարեք, խորհրդակցեք իր հետ։ Ծրագիրը հովանավորում է ASA Air Conditioning-ն է։ Եթե դուք ձեր air conditioning-ի հետ որևէ խնդրեմ ունեք, կարիք ունեք, որ այսպես repair տեղի ունենա, մաքրումներ տեղի ունենա, maintenance տեղի ունենա, նոր unit եք ուզում տնել, մի քանի օր հետո եղանակը շատ տաքանալու է, շոկ է լինելու, շատ շոկ է լինելու, ուրեմն հիմա աշխատանք արեք, որ երբ որ հարկավոր եղավ դժվարություն չունենաք։ Այս հեռախոսը համարն է 20 տարվա փորձառություն ունի եւ ձեզ անվճար estimate կտա նախ, որ ինչքան ծախսի է նայելու։ Ամենայն դեպս որևէ հարցեր ունեք AC-ի հետ, այստեղ զանգահարեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է դոկտոր Թավանսին Գլենդելում գտնվում է Ջաքսոն եւ Կոլորադո եւ Գլենդել ավենյուի հատման կետում է, իսկ Orange County-ում գտնվում է Costa Mesa-ում, սա է ռախոսահամարն է Orange County գրասենյակի զանգարեք ժամադրություն վերջեք այս 20 տարուց ավել փորձառություն ունեցող, այսինքն 31 տարվա փորձառություն ունի այս աչքի վիրահատող մասնակետը։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Եթե տեղերի կարիք եղավ, այս հեռախոսամարը ձեզ մոտ նշանակեք շատ հեշտ է 818 000 հեռախոսահամարն է։ Ձեր տեղերը կարող եք գնալ իրենցից վերցնել կամ զանգահարեք ձեր տանը կբերեն տեղերը։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը, որևէ հարց ունեք, ուզում եք գեղեցկացնել ձեզ, քթի գործողություն կատարել եւ այլն, այս հեռախոսահամարին զանգարեք Glendale Adventist հիվանդանոցի բժշկական շենքի մեջ է գտնվում, Adventist-ի տարածքում, զանգարեք ժամադրություն վերցնելու համար կվերադառնա։ Ես հիմա ուզում եմ խոսել birthright-ի մասին։ Մինչ հիմա այսպես էր, որ եթե մեկը ծնվում է այս երկրում, ուրեմն թեև ծնողները անօրինական են, երեխան եթե այս երկրի մեջ է ծնվել, համարվում էր այս երկրի քաղաքացի։ Եվ դրա համար աշխարհով մեկ շատ նախապես մարդիկ գալիս էին այստեղ, երբ որ կինը հղի էր, որ այստեղ ծնվի, որպես երեխան դառնա ամերիկացի, եւ հետո ծնողների համար ֆայլ անեն, ծնողները դառնան եւ այսպես հաճախ ուրիշ երկրներից այսպես գալիս են եւ դառնում էին ամերիկացի։ Սա թվում էր, որ 14-րդ հավելումը 14th Amendment-ի հիման վրա է։ Իսկ նախագահ Թրամփը այն օրը, որ հունվար 20 2025-ին իր աշխատանքը սկսեց, ճիշտ մինչև 10 12-ը Բայդենն էր նախագահ, կեսօրին 12-ից, կեսօրվա 12-ից հետո Թրամփն է։ Առաջին բիլը կամ այսպես հրամանը, օրենքը ինչ որ ստորագրեց, օրենք այս երկրում ներկայացնի տուն սենեթում անցնում է նախագահ ստորագրում է, դա այս երկրի օրենքն է։ Նախագահներն էլ նաև կարող են հրաման տալ ու օրենք դարձնել, բայց այս օրենքը տատարան տարին այս հարցը եւ
ուրեմն այսպես այդ դատարան նախնական դատարան գնաց ու ասացին ոչ 14-րդ հավելումը դա ասում է որ ով ծնվից է ամերիկացի է հետո վերանայման դատարան գնաց նույնը ասացին իսկ հետո նախագահը նաև այս հարցը տարավ Գերագույն ատյանի արչև եւ առաջին անգամ լինելով այսօր նախագահը գնացել էր երբ որ Գերագույն ատյանի արչևը փաստաբանները բացատրում են կողմ եւ դեմ բացատրում են դատավորներին նախագահ գնացել էր առաջին շարքում իրենց դիմացը ուղղակի իրենց դիմացը նստել էր ասացիս առաջին անգամն է որ երբ որ Գերագույն ատյանի այսինքն դատավորները այսպես ընդունում են մեկ դատ որևէ նախագահ մինչև հիմա չի գնացել այնտեղ սա տարօրինակ վիճակ էր ինչ որ տեղի ունենում ոմանք ասում են որպեսզի կարողանա ազդի այն դատավորներին որ ինքը երեքը ինքն է նշանակել որպեսզի մի տեսակ այդ հարցի իշահ քվեարկեն ինչ որ իր ցանկությունն է ամենայն դեպս երբ գնում են դատարան դատավորները հարցը լսում են կողմ եւ դեմ լսում են այն փաստաբանը որ կառավարությունն է ներկայացրել եւ նրանք որ այդ հարցին դեմ են ինչ որ այս օրինակն է հետո հունիսին իրենց վճիռը կտան հիմա լսեցին կողմ եւ դեմ հարցը եւ այդ նորից իրենք փակ դռների հետև կուսումնասիրեն հունիսին կասեն որ իրենց որոշումը ինչպես բայց նրանք որ մասնակետ են նայել են այդ ինչ որ խոսվում էր դատարանում ասում են այդպես է որ թվում է որ դատավորները չեն ընդունելու որ եթե անձը գալիս է այս երկիր եւ անկախ դրանից օրինական չի citizen է լինելու թվում է այդ է լինելու բայց եւ այնպես ամեն ինչ կարող է պատահի պետք է սպասել մինչեւ դատավորներ ասեն ամենայն դեպս ամեն տարի գոնե 243,000 այսպես անօրինականների երեխան ծնվում է այս երկրում որ համարվում են citizen ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել սա դատավորներն են 9 հոգուց բաղկացած եւ այստեղ տեսնում եք մի երեխա ծնվում է եթե այստեղ է ծնվել ուրեմն citizen այսպես նկարում են ոտքը եւ այլն նախագահ երկար ժամանակ ասացի բողոքում էր եւ հույս ունի որ քվեարկեն իշահ այդ հարցին որ այդպես չլինի որով գալիս է այստեղ անօրինական երեխան դառնա citizen ասացի տեսնում եք նախագահն է ինչ որ գնաց Գերագույն ատյանի պալատի առջևն եք տեսնում այնտեղ դատարանում էր տեսնում եք դատարանի ժողովում նստած է գիտեք դատարանի մեջ իրավունք չունեն վիդեո անելու նկարելու դրա համար ձեռքով նկարած էր այդտեղ որ նախագահ այնտեղ ճիշտ իրենց դիմաց է նստել էր այստեղ տեսնում եք 14-րդ հավելումն է օրենքի օրինակ այս կինը մեկ հոգի է որ ինքը Թրամփի ժամանակ նշանակված անձնավորությունը Էյմի Քոնի Բարեթ անունով որ ասում է ինչպես կաշխատի այս եթե ծնվելու ժամին որ պետք է մնան թե գնան այսինքն այդ երեխան լինի քաղաքացի թե ոչ այսպես հարց տվեց այս դատավորը այդտեղ մի ուրիշ դատավոր որ Բայդենն էր նշանակել նաև տեսնում եք Քեթանջի Բրաուն Ջաքսոն անունով սա ամենավերջի դատավորն է ինչ որ նշանակված է ասում է դուք արդյոք առաջարկում եք որ երեխան ծնվել է պետք է անպայման դոկումենտ ունենան եւ ներկայացնեն դոկումենտը այդ ծնված ժամանակ ուրեմն պետք է ներկայացնեն որ դոկումենտ ունի թե ոչ այսպես հարցեր տվին ամենայն դեպս դատարանի մեջ ինչ որ տեսնում եք սա Solicitor General այսինքն կառավարության փաստաբանն է որ այնտեղ բացատրում էր սա այդ հավելումը այն ժամանակ են գրել որ սեյվերը քաղաքացի չէին համարվում եւ այդ 14-րդ հավելումը ասում է որ այստեղ եթե մեկ որ ինքը citizen է կամ այստեղ ապրող է եղել
այդ ժամանակ այդ օրենքը դրեն են, որովհետև սևերը իրավունք չունեին քվեարկելու իրենց ավել մեկ մարդու հավասար չէին, այսպես հարցեր կար սևերի մասին, մեկ մարդ մեկ նախ քվե չեն ունեցել եւ ուրիշ իրավունքներ չեն ունեցել birth tourism, այսինքն ծնվում է, երբ որ գալիս են այստեղ տուրիստ, երեխա է ծնվում, ուրեմն դա դառնա citizen, դրան է ինչ որ նախագահը եւ իր կողմնակիցները բողոքում են, որ չպիտի այսպես լինի։ Հիմա այստեղ տեսնում եք Ջան Սարոր, տեսնում եք այստեղ Solicitor General-ն է, մենք ասում ենք նոր աշխարհում ենք 8 բիլիոնից ավել մարդ է այստեղ ապրում եւ գալիս են այստեղ օտանավով գալիս են եւ ով է հետո ամերիկացի citizen-ը, ով է, այսպես հարցեր բարձրացրեց դատավորների առջև նախագահի կողմից փաստաբան ինչ որ ներկայացել էր։ Սա Գերագույն Ատյանի գլխավոր դատավորն է, որ այդտեղ խոսեց եւ ասաց, որ նոր աշխարհ է սա, բայց մեր ամեն ինչ փոխվել է, ավել այնտեղ խոսում էին ինչ հեշտությամբ կարողանում են գալ, հին ժամանակ այդպես չէր եւ այս գլխավոր դատավորը Supreme Court-ի ասում է աշխարհը փոխվել է, այսպես նպատակ ունենալու, բայց մեր սահմանադրությունը մնացել է նույնը, այսինքն ասում է, եթե այդպես է, պետք է ներկայացնի տուն եւ սենեթը փոխեն եւ ոչ թե դատավորները։ Նախագահը ասում է, սա խարդախություն է, ինչ որ կատարում են, որ եթե մեկը այստեղ անօրինականը կա այստեղ երեխան ծնվի, ուրեմն պետք է համարել իրեն քաղաքացի այս երկրի, դրան դեմ է, այսպես տեսնում եք, բայց եթե դատավորները որոշեն, որ հին օրենքը լինի, դա կմնա օրենք, ինչպես մինչև այ։ Տեսնում եք այստեղ հունվարի 20 2025 թիվն է, մի քանի ժամ առաջ երթման արարողությունը կատարելուց հետո դա է ինչ որ ստորագրում է, որ քաղաքացի չի, նման երեխան քաղաքացի չի եւ այս դատն է ինչ որ ուսումնասիրում էր դատավոր այսօր դատարանում։ Եվ իհարկե իրենք ասում են, որ սրանից հետո, ոչ թե սրանից առաջ ով եկել նա նույնական ծնվել, նրա մասին չէր, այլ սրանից հետո չընդունեն, որ մի կին գալիս է երեխա ունենում, սրանից հետո այդպես չլինի, որ ով որևէ երեխա ծնվում է, այսինքն ավտոմատիկ ամերիկացի է, դրա մասին էր։ Ես Eli Lilly մեծ տեղի ընկերության մասին եմ ուզում խոսել, գիտեք այս կշիռ իջեցնելու այդ դեղերը ինչ որ գոյություն ունեն, սրսկման ձևով է տեղի ունենում, մարդիկ սրսկում են, ավել քիչ են ուտում, կշիռը weight loss, կշիռը իջնում է։ Հիմա Eli Lilly կարողացավ կառավարությունը հաստատեց, որ հաբի տեսակով ամիս $149 ծախսն է լինելու, որ ամենաթեթև դոզան է։ Իսկ գիտեք, որևէ տեղ սրսկեք կվերցնեք, որևէ տեղ անձ վերցնում եմ ուրիշ վնաս է տալիս, դա ընդհանուր օրենքն է տեղերի։ Բայց այս օրինակում, այս $149 ամսական, ինչ որ վճարեն տեղը կարող են ունենալ վերցնել կշիռ կորցնելու համար, իհարկե կշիռ կորցնելը շատ լավ է, որովհետև նրանք որ մանավանդ հիվանդ են, շատ կերեն հաճախ ունենում են քոլեստրոլ, ունենում են ուրիշ խնդիրներ, շաքարախտ եւ այլն, եւ կշիռը իջնում է, մասամեղմանում է այդ հիվանդությունները, բայց այս նոր տեղը այդքան էֆեկտիվ ազդեցիկ չի, ինչ որ սրսկման ձևով ինչ որ կատարում էին։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Federal Snap-ի մասին, որ նրանք որ չքավոր են կամ աշխատավարձ բարձ չի, օգնություն է տալիս, կառավարություն ուտելիքի օգնություն է տալիս, այդ Snap-ի մասին խոսեմ, վերջավորությանը պիտի նաև խոսեմ, Սիաթելում մեկ մարդ գնում է գնացքը վերցնի, ուրեմն այսպես երկաթաղագծի մոտ է լինում, տեսնեք ինչ է պատահում, ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, Չոփուրյանները փաստաբաններ են, երեքը
եւ ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունենաք, ձեր մտահոգությունները հանձնեք իրեն զանգարելով 818 244 47 47 հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Փարքեր Ջահանգիրն է, հովանավորում ալերժի ու ասմայի բժիշկ է, սա հեռախոսահամարն է ժամադրության համար։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, եթե նոր եւ օգտագործված դաշնամուր պիտի գնեք, վարձեք բոլորը 1928 թվականից աշխատում է Hollywood Piano-ն Pasadena-ում է Glendale-ի հարևանության Raffi's Market-ն հովանավորում ծրագիր, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, Burbank է գտնվում Raffi's Market-ը։ Անդրե Ղարաբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում կամ accident եք ունենում, այս հեռախոսահամարին զանգարեք կվերադառնա։ Ես ուզում եմ խոսել Federal SNAP-ի մասին, Supplemental Nutrition, այս ուտելիքը ինչ որ նրանք որ աշխատավարձը բարձր չի օգնում են։ Այստեղ նաև որոշ նահանգներ, օրինակ Կալիֆոռնիայի նման եւ նրանք որ իմիգրանտներ են կամ անօրինականներին ինչ որ գալիս են այստեղ եւ asylum այստեղ asylum են ուզում դիմում են asylum-ի նրանք ուտելիք էին ստանում անվճար եւ նաեւ refrigerator-ները նրանք որ refrigerator եկեն այս երկիր ուտելիք էին ստանում անվճար հիմա այդ նախագահ Թրամփի հրամանով դրանք կտրված է նրանք որ օրինական են բայց չքավոր են դեռ կարող են այդ ուտելիքները ստանան օգտվեն իսկ անօրինականներ եկեն են այստեղ եւ նաեւ ինչ որ ասացի այդտեղ նրանք որ եկեն են եւ քաղաքացիական առիթն են փնտրում նրանց կտրելու են իրենց ուտելիքը հիմա տեսնում եք այստեղ քարտ էին տալիս քարտը մանավանդ քարտով էին դարձրել որ մարդիկ չհասկանան որտեղ նախապես հայտնի էր անձը կառավարության օգնություն է ստանում թե ոչ այդ քարտերը հիմա ունեին բայց եւ այնպես եթե անօրինական է ռեֆուջի է ել սրանից հետո իրենց այդ օգնությունը չի լինելու ես ուզում եմ ցույց տալ Սիաթլում մեկ մարդ գնացել է սպասում է որ գնացքը գա ինքը տեսեք այս առաջում կան գնաց է սպասում է գնացքը գալիս է եւ անձը անտեղակ հետևից մեկը գալիս է եւ այսպես իրեն հրում բրդում է առաջ ամենավերջի վարքյանին կարողանում է հիմա տեսեք ինչպես է պատահում նայեք տեսեք ինչ որ րոպեին արեց անձը կարողանում է իրան կոնտրոլ անի բայց այդ ոչրագործը փախչում է բայց կարողանում են հետո գտնել պատկերացրեք եթե վայր ընկներ ինչ պիտի պատահեր այս մարդուն բարեբախտաբար այդպես չի լինում ծրագիր հովանավորում է դոկտոր Էբրահիմը հովանավորում է եթե թաթի վրա թաթի տակ վերքեք հայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոսահամարի զանգարեք իր գրասենյակները գտնում է Orange County Commerce Encino Glendale-ում 616 East Glenox փողոց Սոնաֆետարիստների կենտրոնն է հովանավորում իրենք բաս ունեն մինիբաս ունեն ցես կտանեն ու կվերադարձնեն ջակփաթն է հովանավորում ծրագիրը ցեզ է առաջարկում արտասահմանից բերված կոշիկներ, հագուստներ, պայուսակներ, կանանց պայուսակներ բերված կարող եք բոլորը գտնեք ջակփաթ ցեզ այս զատիկվա առիթով խիստ զեղչ է նկատի առնվել Եթե զատիկվա առիթով պետք է նվեր տանեք մեկի համար այցելեք ջակփաթ գեղեցիկ այդ պայուսակ կոշիկներ հագուստները ընտրելու ծրագիրը հովանավորում է անաշի գիֆտն է հովանավորում ծրագիրը եթե դուք ժամացույց ունեք բաթրի պիտի տեղադրվի remote control ունեք բաթրի կարիք ունեք կարող եք գնաք անաշի նաև այս ավելի ցեզ է առաջարկում 4999 եւ բաժանվում է եթե արանքները պետք է մաքրեք այստեղ տեսնում եք կվերադառնամ Ես ուզում եմ ցեզ ցուցադրել տեսնում եք այս թաբլոն է սայնն է որ ձեր դռան առաջ կարող եք դնել մի կողմը այսպես է
մյուս կողմը այստեղ տեսնում եք իմ պատկերով է, ուրեմն այս կարող եք ձեր դռան առաջը տնեք, եթե կարող եք օգնել, դուք գաք վերցնել, տանեք ձեր դռան առաջը տնել, եթե ոչ զանգահարեք 818 ժամը կեսօրից 12-ից մինչև 5-ը 818 24 մնացածը բոլորինը 249 9999 ուրեմն 245-9 կամ եկեք այստեղ 1110 Սոնորա փողոց եւ այս թաբլոն եթե ցանկություն ունեք օգնելու տարեք ձեր տան դրան արջևը դրեք եւ օգնեք այս ընտրարշավին։ Միշտ շնորհանդիպում։